Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավելարդիական միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Հուլիսի 13-ին տեղի ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ներկայ էին նաեւ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը եւ բոլոր գործընկերներին հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի կառուցման աջակցելու համար ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը վերածվել է կառուցողական գործընկերության եւ բարեկամության։ Նախարարի խոսքով Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ, ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։ Մենք կատարում ենք ներդրում նոր ենթակառուցվածքի վրա, բայց այն առավելապես ներդրում է մեր փրկարարների եւ մեր քաղաքացիների անվտանգության ամրապնդման գործում, որովհետեւ պակաս կարևոր չէ, թե ինչպիսի աշխատանքային պայմաններում եւ ինչպիսի անվտանգային պայմաններում են ապրում փրկարարները, ծավալում իրենց գործունեությունը, կատարում փրկարարական գործողությունները, որովհետեւ դրանից է կախված առավելապես, թե ինչպիսի որակով աշխատանք կմատուցենք մենք մեր քաղաքացիներին։ Այս ենթակառուցվածքը պիտի լինի նոր մեկնակետ, զարգացնելու մեր կարողությունները, ձևավորելու նոր հմտություններ, ավելի կատարելագործելու դրանք եւ մեր հարությանը մատուցելու նոր որակի ծառայություն։ Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ջրափրկարարների նվիրումն ու պատասխանատու ծառայությունը, նշելով, որ նրանց աշխատանքը հաճախ վճռորոշ է մարդկային կյանքերի փրկության գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ենթակառուցվածքի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի ծառայության զարգացման համար, ամրապնդելով ջրափրկարարների կարողությունները եւ մեծացնելով յուրաքանչյուր փրկարարական գործողության հաջողությամբ ավարտվելու հավանականությունը։ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, անդրադառնալով ներքին գործերի նախարարության եւ ԱՄՆ կառավարության միջև ձևավորված համագործակցությանը, նշել է, որ այն շարունակաբար ամրապնդվում է, ընդգրկելով նաեւ փրկարար ծառայության հետ իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ նոր վարչական համալիրը կնպաստի փրկարարների համար առավել անվտանգ եւ հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շրջել են նոր վարչական համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, դրա ֆունկցիոնալ հնարավորություններին, ծառայողների համար ստեղծված աշխատանքային եւ կենցաղային պայմաններին, հանգստի եւ կապի սենյակների հագեցվածությանը, ինչպես նաեւ տեխնիկական եւ գույքային ապահովվածությանը։ Հիշեցնենք, որ վարչական համալիրի շինարարությունը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը եւ ամբողջ ընթացքում գտնվել է ներքին գործերի նախարարության խիստ վերահսկողության ներքո, շինարարական աշխատանքների որակի եւ սահմանված ժամկետների պահպանման նպատակով։ Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումն իրականացվել է ներքին գործերի նախարարության, ԱՄՆ եվրոպական հրամանատարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ ռազմական խմբի աջակցությամբ։ Ներքին գործերի նախարարը այցելել է նաև ջրային պարեկային ծառայության մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույց, հետևել ջրային պարեկների ծառայությանը։